Պլեխանովի անվան Երևանի մասնաճյուղում բացառիկոր է։ Բացվեց ժամանակակից ինժեներական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան աշխատել 3 դետպիչների, ծրագրավորման համակարգերի և FPV դրոնների նախագծման հավաքման և թռիչքի փորձարկումների վրա։ Այս լաբորատորիան ոչ միայն կրթական հարթակ է, այլև միջավայր, որտեղ ուսանողները կզարգացնեն գործնական հմտություններ, անհրաժեշտ տեխնոլոգիական և նորարարական նախագծերի իրականացման համար։ Նախաձեռնությունը ֆինանսավորել են Պլեխանովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Թովմասյան հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։ Համալսարանի տնօրեն Թամարա Վարդանյանը ընդգծեց, որ այս լաբորատորիան կարևոր է ոչ միայն ուսանողների, այլև երկրի զարգացման համար։ Սա հնարավորություն է, որ մեր ուսանողները սովորեն աշխատել իրական տեխնոլոգիաների հետ, ստեղծեն նորարարական նախագծեր և պատրաստվեն լուծել Հայաստանի ապագայի խնդիրները։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը նշեց, որ երկրում իրականացվող յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է մեծ ազդեցություն ունենա։ Այսօր այստեղ կատարված աշխատանքը ևս մի քայլ է մեր երկրի բարօրության համար։ Երիտասարդ թիմը և ուսանողների ակտիվ մասնակցությունը դարձնում են լաբորատորիան արդյունավետ և առաջադեմ։ Ամիսներ շարունակ դրա ստեղծման գործում մեծ ներդրում է ունեցել նաև Արտակ Թովմասյանը, որը թեև չկարողացավ ներկա գտնվել բացմանը, սակայն կարևոր դեր խաղաց նախագծի իրականացման գործում։ Հուսով եմ, որ մեր պետության մեջ ձեռնարկված յուրաքանչյուր քայլը արդյունք կտա և մենք կտեսնենք դա մեր պետության և ժողովրդի զարգացման մեջ։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն Շիպիլով Մատվեյ Եգորովիչը նշեց. Լաբորատորիան մեծ քայլ է Երևանի մասնաճյուղի զարգացման համար։ Այն կտրամադրի ուսանողներին գործնական հմտություններ, նորարարական մտածողություն։ Իսկ Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վոժդաև Միխայել Վալերևիչը ընդգծեց համագործակցության և տեխնոլոգիական զարգացման կարևորությունը։ Այս լաբորատորիան հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ, իրականացնել նախագծեր և կիրառել նոր տեխնոլոգիաները ոչ միայն ուսումնառության, այլև երկրի զարգացման համար։ Թամարա Վարդանյանը ներկայացրեց Արմդրոն համայնքի հիմնադիր Հայկ Կարապետյանին, ով նաև Պլեխանովի համալսարանի շրջանավարտ է։ Արմդրոն համայնքը կրթական սպորտային հասարակական կազմակերպություն է, որը ակտիվորեն զբաղվում է FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրի ձևավորմամբ։ Տվյալ լաբորատորիայի աշխատանքը հիմնվելու է հենց Արմդրոն համայնքի կողմից մշակված արտադպրոցական ծրագրի և մեթոդաբանության վրա։ Հայկ Կարապետյանը, Արմդրոն համայնքի հիմնադիրը, պատմեց ուսանողների նոր հնարավորությունների մասին։ Լաբորատորիան թույլ կտա ուսանողներին սովորել FPV դրոնների նախագծման հավաքում, մասնակցել տեղական և միջազգային մրցույթների, ինչպես նաև ստեղծել նորարարական նախագծեր։ Շատ ուրախ եմ, որ Արմդրոն համայնքի մեթոդաբանությունը ներդրվում է առաջինը որպես լաբորատորիա արտադպրոցական ծրագիր հենց Պլեխանովում։ Ես ինքս նույնպես իմ կազմակերպության, իմ սաների միջոցով հնարավորություն կունենամ մի հատ ինչ-որ մեծ ներդրում անել մեր համալսարանում։ Թամարա Վարդանյանը ընդգծեց, որ այս ամենը կյանքի կոչվեց հոգաբարձուների խորհրդի աջակցությամբ։ Մեր պարագայում հաջողություն եղավ և մենք ունենք հոգաբարձուների խորհուրդ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, International Media Holding-ի նախագահը և նաև հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը, Թովմասյան հիմնադրամի նախագահ, նրանք կիսեցին մեր հետ մեր գաղափարը և ես դրա համար շատ ուրախ եմ, կրկին անգամ ուզում եմ շնորհակալությունս հայտնել իրենց, որ նաև թեև մտազբաղ, թեև իրենց գործերը շատ, այնուամենայնիվ նրանք հասկանում են, որ կրթությունը պետք է ստանա աջակցություն։ Այսպիսով նոր ինժեներական լաբորատորիան դարձավ հարթակ, որտեղ ուսանողները կարող են ձեռք բերել գործնական հմտություններ, իրականացնել նախագծեր և պատրաստվել միջազգային մրցույթներին, ձևավորելով Հայաստանի ապագայի տեխնոլոգիական մասնագետներին։